Ողջույն։ Մի քանի օր է ինչ Փաշինյանը կիսատ պռատ հրապարակել է բանակցային մի քանի թուղթ անունը դնելով Ղարաբաղյան բանակցության պատմություն ու ամբիոններից չի իջնում արդարանալով, թե լավ լուծում չկար, Ղարաբաղը մերը չէր լինելու եւ այլն։ Խորհրդարանական վերջին հարցու պատասխանի ժամանակ եւս շատ տարօրինակ ելույթով իբր հակադարձություններով հանդես եկավ։ Ընդդիմադիր падգամավորների դիտարկմանը, թե Քիվեստի փաստաթուղթը լավն էր, Մադրիդյան փաստաթուղթը լավն էր, 2015 թվականին իրեն առաջարկվածը վատը չէր, պատասխանում է այսպես. լավն էր, լուծեիք, ժամանակին գնայիք լուծումների։ Գնում էին, Նիկոլ։ Արցախն ազատագրել էին, այդ առումով լուծել էին հարցը, հերթը բանակցություններին էր, քայլ առ քայլ դա էլ էին լուծում։ Եթե դու բանակցեիր Մադրիդյան սկզբունքները շարունակելու տրամաբանությամբ, ապա նման կարգի մի փաստաթղթով կլուծեիր, կամ կլինեիր այդ ճանապարհին, ունենայիր այն բանակցային հմտությունները, ինչ այն ժամանակ բանակցողն ուներ, եւ քո օրոք կլիներ Մադրիդյան թարմացված, բարեփոխված տարբերակ, ոչ թե Պրահայի փաստաթուղթ։ Քեզ էլ ամեն դեպքում առաջարկվել էր բանակցային փաստաթուղթ, որը պատերազմ չէր բերում, Արցախն էլ մնում էր հայկական։ Լուծեիր։ Ինչի որոշեցիր գնալ պատերազմի ճանապարհով։ Այսինքն բոլոր նախագահների բանակցած տարբերակները ըստ Նիկոլի վատն էին, ամենալավը պատերազմի ճանապարհով հանձնելու տարբերակն էր։ Ոնց կարող է բանակցությունը պատերազմից վատը լինի։ Ոնց կարող է Արցախի հանձնումը դնես մի նժարի վրա, մյուս նժարի վրա դնես Արցախը պահելը ու որոշես, որ չէ, հանձնելը ավելի ձեռնտու է։ Ում է ձեռնտու։ Այո, Ալիևին, որ ձեռնտու է, գիտենք, բայց քեզ ինչով է ձեռնտու։ Լավ, եթե քեզնից առաջ վերջնական չէր լուծվել հարցը, քեզանից խելացի մարդիկ, դիվանագետ մարդիկ չէին լուծել։ Դու համ համալսարան չավարտածդ, համ պատերազմից հեռու, համ դիվանագիտությունից հեռու, փողով ընդդիմություն աշխատած խմբագիրը ու падգամավորդ, ինչից որոշեցիր, որ դու կարող ես լուծել։ Տեսանք էլի լուծածդ։ Աշխարհի երեսին գիտես քանի հակամարտություն կա, շատ, չես կարող հաշվել։ Ու չես կարող հաշվել այն հակամարտությունների թիվը, որոնք ունեն հարյուրամյակների պատմություն։ Դարերով հակամարտությունները չեն լուծվում։ Մերթ ընդ մերթ ակտիվանում է, պասիվանում է, բայց այդ երկրներում մեկը չի գալիս ղեկավար, որ ասի՝ դե լավ, որ այսքան ժամանակ չի լուծվել, հանձն է մեթայելի։ Ինձ հետաքրքիր է ընդամենը 1 տարի վարչապետ աշխատող մարդը, որը ստանում է բանակցային փաթեթ, ինչու է որոշում, որ պետք է բանակցությունների էջը փակի, Արցախի էջը փակի, հանձնի գնա։ Այդ դու ինչի որոշեցիր, որ պետք է 2 տարում լուծես բավականին բարդ հակամարտությունը ու լուծես քո ձևով։ Խորհրդանում քննարկվում էր հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը։ 4 տարի թոշակ չեն բարձրացել, ասում են չենք կարողանում, բարդ է, դժվար է։ Այսինքն թոշակի բարձրացումը ընդամենը մեկ որոշման հարց է։ Պետք է Փաշինյանը մի հատ որոշում կայացնի, ասում է չեմ կարողանում, բարդ է։ 8 տարի թոշակառուի հարցը չես կարողացել լուծել, որը մի հատ պարզ հարց է, բայց ինչ ես որոշել, որ բազմաշերտ Ղարաբաղյան հարցը պետք է լուծես 2 տարում։ Նիկոլը գնում է գյուղ, ասում է չեմ կարող ձեր գյուղի խնդիրները լուծել, համարակալեք 3 խնդիր, գոնե այդ 3-ը լուծեմ, համարակալում են, տալիս են, դա էլ չի լուծում։ 8 տարի իշխանության ես, 1 գյուղի հարց չես կարողացել լուծել։ Հայաստանում 900 հատ գյուղ կա։ Մեկի խնդիրը չես կարողացել լուծել 8 տարում, ինչի որոշեցիր, որ ամբողջ Արցախի հարցը ավելի քան 200 գյուղով պետք է լուծես։ Տեսար չես կարողանում լուծել այնպես, որ շարունակվի բանակցային տրամաբանությունը, որ Արցախը մնա հայկական, անկախության գործընթացը ավարտվի միջազգային ճանաչմամբ, թողնեիր գնայիր։ Ասեիր, չէ, էս իմ խելքի բանը չէ։ Չէիր ուզում գնալ, պաշտոնը կյանքիցը դու հայրենիքից թանկ էր, սառեցնեիր, ժամանակը կգար, կգնայիր, հաջորդը կփորձեր բանակցել։ Հարցն այն է, որ անգամ 2020 թվականի պատերազմից հետո, երբ Արցախի ավելի քան 70%-ը հանձնել էր, ռուսական կողմը կարողացել էր հասնել մի իրավիճակի, որ Արցախի կարգավիճակը ոնց կա, այնպես մնա։ Հարցի կարգավորումը առաջարկում էր թողնել հետագային։ Պուտինն էլ է ասել, Լավրովն էլ է ասել, որ առաջարկվում էին Արցախի հետագա ճակատագրի քննարկումները թողնել հետագային սերունդներին։ Այդ ժամանակ հայկական շահը դա էր պահանջում։ Սա գնում է լրիվ ուրիշ ճանապարհով։ Արևմտյան բարեկամները տարան Պրահա, նստեցրին սեղանի կողքը ու ասացին՝ դավայ, դե շուտ արա, ինչ Ալիևն ուզում է տուր։ Կարևորը որ հարցը լուծվի Ռուսաստանի ինադու։
Ինչպես որ հրաժարվել էր պատերազմը կանգնեցնելու Պուտինի առաջարկից, այնպես էլ հրաժարվում է Արցախի հարցի կարգավորումը հետագային թողնելու առաջարկից։ Տպավորությունս այն է, որ կոնկրետ ուզում էր ելքը լինի Արցախը լրիվ հանձնումը։ Մակրոնի, Միշելի, Ալիևի հետ գնաց նստեց, հանձնեց, մաքրվեց, պրծավ, իր համար գլխացավանքից ազատվեց։ Հիմա ուր են նրանք, այդ Մակրոն, Միշելները։ Գոհ են, ասելու բան չունեն։ 2019 թվականի հունիսին ներկայացված բանակցային փաստաթղթում ամրագրված էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է որոշել իր ապագա իրավական կարգավիճակը հանրաքվեով։ Բայց Հայաստանի կողմից բանակցողը, կամ ավելի ճիշտ է ասել, չբանակցողը որոշում է, որ ինքը պետք է որոշի, ինչ ժողովուրդ ով է որ որոշում կայացնի։ Հենա ես կգնամ Ալիևի, Միշելի, Մակրոնի հետ հանգիստ կնստեմ, որոշում կկայացնեմ հանձնել ժողովրդի փոխարեն։ Ժորժան, հիմա էլ Նիկոլը իր ձևով լուծում է Հայաստանի տարածքների հարցը, անկլավների անվան տակ։ Նոյեմբերից այդ թեման շատ է ակտիվացել։ Մի քանի օր առաջ, նոյեմբերի 28-ին, Ադրբեջանում հանդիպել են Մեհեր Գրիգորյանի եւ Մուստաֆայևի պատվիրակությունները։ 12 անգամ արդեն հանդիպել են ու արդյունքն այն է, որ Հայաստանը էլի զիջել է։ Այդ հարցն էլ է որոշել ափալ-թափալ լուծել։ Սրանք ասում են, մենք էլ պետք է տանք, Ադրբեջանն էլ պետք է տա, երբ Տավուշի գյուղերը հանձնում էին թշնամուն։ Նիկոլն ասում էր, Տավուշում 9 գյուղի կենսական անհրաժեշտության տարածք պետք է Ադրբեջանը տա, ինչ են տվել։ Ասում են հյուսիսից պետք է շարունակեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև հարավային ուղղությամբ, հյուսիսից հարավ մինչև Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։ Ինչ ենք ստանալու դրա արդյունքում։ Ասում են, չէ, Կիրանց, Ոսկեպար հատվածներից կզիջենք, Բերքաբերից կստանանք 900 հեկտար։ Ասում էր, Տավուշի մարզի Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն, Պառավաքար, Մովսես, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի գյուղերի կենսական նշանակության տարածքներ ունենք ստանալու։ Ինչ եք ստացել։ Ոչինչ։ 8 տարի է իշխանության է 1 մմ հող ստացել ենք, 10 քանի հազար քառակուսի կիլոմետր հանձնել է, 1 մմ ստացել է, ոչ։ Ստացել են ընդամենը չհարձակման հույս։ Ադրբեջանը կասկածում եմ, թե 1 մմ էլ կվերադարձնի։ Հողի հանձնումը վերադարձնելը նրանք համարում են ֆիասկո իրենց համար։ Ակտիվորեն գնում է այսպես կոչված անկլավների, այսինքն նոր հանձնումների թեման։ Սկզբում Բաքվից հայտարարեցին, թե հարցի իրենց ուշադրության կենտրոնում է, հետո Նիկոլը վռած գրեց, թե սահմանազատման արդյունքում մենք կվերադարձնենք Արցվաշենը եւ Հայաստանի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Ուզում էր տպավորություն ստեղծել, թե սահմանազատումը մեզ համար է կարևոր։ Ինչ հանձնելու ենք, դա հեչ։ Ինչ վերաբերում է մեր տարածքներին, որ Ադրբեջանն է տնօրինում ու մեզանից օկուպացած 200 քառակուսի կիլոմետրին, այդ հարցերը չեն էլ քննարկում։ Սրանց համար կարևորը իրենք հանձնեն, պրծնեն։ Ամեն ինչ է գլխացավանք։ Հայկական հողը իրենց համար գլխացավանք է։ Կարճ ասած, այն մարդիկ, որ ասում էին Աղդամը մեր հայրենիքն է, հիմա սաղ հանձնել տվել են ու Արցախից պրծնելուց հետո պարզվում է իրենց մյուս հայրենիքից էլ լիքը բաներ պետք է տան։ Մեզ համար մեռնելիք է, որ սրանք իշխանության են։ Ու մի բան էլ որոշում են, որ հողն է մերը, որը պետք է տանք, որը պետք է պահենք։ Իշխանություն հողերի դիմաց, իշխանություն պետության ինքնիշխանության դիմաց։ Սա է սրանց բանաձևը։ Իրենք իմ գնահատմամբ պատրաստ են տալ ամենը, ինչ ուզում է Ադրբեջանը, փոխարենը օգնություն ստանան իշխանության մնալու հարցում։